Քո արցուն պետք է գա Սպարտակ Բալայանը։ Լսեն իմ բալեն, եկավ իմ հրաշքը, վերդեք ջանի, տատին մի քանի ժամա քեզ չի տեսել կարոտել արևս։ Գնաս տատիկի մոտ։ Բա ոնց ասա, ես էլ եմ տատին կարոտել, չէ։ Եթե մի քանի ժամ չտեսնելով կարոտեցիր, ինչ ես անել, եթե մեկն են երկրից։ Այ պապ, ես դրա մասին չեմ էլ ուզում մտածել։ Բայց ունեցա որ պետք է մտածես, մամա ջան, որովհետև գիշերը գնում ենք։ Ես բարձրանում ճամպրուկները հավաքեմ։ Երեխային կարող ես թողել իմ ու Սպարտակի մոտ, իսկ դու բարձացի վերև Էմիլիին օգնիր։ Չէ, պապի, ես մենակ էլ գլուխ կհանեմ։ Լավ, Էմիլի ջան, եթե օգնելու կարիք զգաս, ինձ ձեն տուր, լավ։ Օրի, սիրտս, օրի։ Երնեմ քեզ։ Էմիլիի տրամադրությունը այն չէր։ Քո տրամադրությունն էլ ինչ որ այն չի չես զիջում դրան։ Հենց որ գնալ այդքան էլ իմ սրտով չի, պապի ջան։ Իսկ դու մի գնա։ Ինչ ես գնում։ Վերցում ես ընտանիքդ ու գնում ես։ Սպարտակ, ձեր վատ տրամադրությունը կարող է Կարպիչովա պայմանավորված։ Ինչ ես խոսում, մամա։ Ով ասաց, որ մենք վատ տրամադրություն ունենք, շատ էլ լավ ենք։ Ների ռենա, բայց ես չեմ կարող լռել։ Այդ ղայետին չշուկներ են հասել, ականջիս, որ քո կյանքում ինչ-որ մեկն էլ կա, հա? Որ դու դավաճանում ես Էմիլիին։ Հա ինչ ես նայում։ Էմ կային այս մասին, չասես։ Մենք նստած զրուցում ենք, երեխեն պահի տակ անկեղծացավ ինձ հետ, ինչ։ Հուսամ Սպարտակը այնքան հասուն է, որ մտքով չի անցնի, որ Էմիլին կասի այդ մասին։ Ինչ է քեզ ասեմ, մամա։ Առանձնապես բան չի ասել, իր տխուր վիճակից ես հասկացա։ Սպարտակ, հիմա ինչ ես ասում։ Մենք հավատանք դրան։ Պապի ջան, դա տենց չի։ Ես իմ արածը դավաճանություն չեմ համարում։ Ես իմ ինչա, բայց հաստատ ոչ դավաճանություն։ Այսինքն ձեր գնալը դրանով է պայմանավորված։ Ինչի համար եմ երես գնալը, դու չես կարող հավատացնել ինձ, թե ոչնչով պայմանավորված չի, իրականում մենք փախչում ենք քո մի քանի օրվա սիրուհուց, ինձ ամենից շատ նյարդայնացնում է իմ կույր ու խուլ ձևանալը։ Այ խոլիգան, դու ինձ չէիր կարոտել։ Եկել ես որ մնաս։ Իսկ դու ոնց ես ուզում։ Որ մնաս։ Այս Վիտուսիկս տունը չի։ Չէ, ես ու բաբին ենք տանը, որ բաբին քեզ տեսնի շատ կուրախանա։ Խռռ ես քեզ։ Բաբի մենք հյուր ունենք։ Դմբո ես ինչ հյուր։ Բարև։ Ոնց ես, Այնքան լավ որ եկել եմ։ Հուսով եմ ընդմիշտ։ Դե չասեմ ումից է կախված։ Վիտուսից։ Առանց քո ասելու էլ մենք գլխի կընկնեինք։ Իսկ ուրա։ Այն երկուսն էլ են հետը։ Իրանց նոր օբյեկտում են։ Նույնիսկ։ Իսկ այդ ո՞րն է։ Դե քավորը նվիրել են, իրանք էլ աշխատացնում են։ Նոր պիտի աշխատացնեն, բացումը նոր ա լինելու։ Երեխեք։ Ասում եմ չգնանք, բացումը մենք անենք։ Համել կտեսնենք, թե դրանք ինչով են զբաղված այնտեղ։ Պապային երևի ասել է, ոնց եմ նայելու նրանց աչքերին, ոնց եմ այսքանից հետո ապրելու այս տան մեջ։ Չեմ ուզում մտածել Սպարտակին ինչ կանելիով է։ Լովն է տունը չի։ Մեքենան վակում չէր։ Պապ, դու չես տեսել նրան, չես խոսել հետը։
Ինչի խոսալու բան ուներ իմ հետ։ Չէ, ավելի շուտ ինչ իմանամ։ Իսկ դու լավ ես։ Հա, Որ լաց չես եղել։ պապ, կարող եմ գնալ իմ սենյակ։ Իհարկե կարող ես գնալ, բայց կուզենայի իմանալ ինչ է պատահել։ Պապ, գնամ իմ սենյակ, ինչ կլինի։ Եթե խոսալու բան չունես, կարող ես գնալ քո սենյակ, բայց մինչև այդ ինձ ասա եղբայրդ ուր է։ Այսինքն քեզին չեմ հարցնում, հիմա կզանգեմ։ Դու չէիր շտապում քո սենյակ գնալ։ Հա։ Չի վերցնում հեռախոսը։ Այս երեխեքը երբ պետք է սովորեն հեռախոս վերցնել։ Չեմ հասկանում ինչի համար են հեռախոս պահում։ Չի վերցնում։ Յուրի Բալայանից առանձնապես օգնություն պետք չի սպասել։ Այնտեղ, որտեղ նա իր շահը չունի, չի մտնում։ Ինչի ինձ համար պիտի ինչ-որ բան անի, ինչի դիմաց, եթե մենակ էլ կարող է կարպիչին ծնկի բերել։ Կամ էլ դա նրան ընդհանրապես պետք չի։ Ինձ ինչ կարպիչի ու Յուրիկի հարաբերությունների ընթացքը։ Այս րոպեին ֆրիկին տեսնելու հետը խոսելու ցանկությունն է ինձ այրում։ Ոնց եք։ Աննորմալ վիճակում։ Ինչ ա եղել որ։ Սպարտակն ու Էմիլին երեխայի հետ գնում են։ Հա, նորություն չի։ Իսկ Սպարտակի կյանքում ուրիշ մի կնոջ գոյությունը նորություն էր։ Գոնե հատկապես ինձ համար։ Սպարտակը չհերքեց դա, բայց խնդրեց, որ այդ թեմայով էլ չխոսենք։ Իսկ ես նայելով տեսնում եմ, որ լավ ինֆորմացված ես։ Բա ուր են Սպարտակն ու Էմիլին։ Վերևում, սենյակում պատրաստվում են։ Օդանավակայան դու ես տանելու։ Հա։ Բա Յուրին ուր է։ Քնածը։ Դու գիտես Սպարտակի մեկնելու պատճառը։ Պապա ջան, եթե Սպարտակը մեր օգնության անհրաժեշտությունը զգա, ինքը անպայման մեզ կդիմի։ Հավատացած եղի։ Դենք։ Այսօրվա մեր թեթև վեճը ոնց որ հետևանք ա, թողը Տիկին Բալայան։ Ինձ դիմալու էլ ուրիշ ձև չգտար։ Թողի չգտա։ Այնքան կա պրոստը ձևը ոնց որ նց դեմքի ճպիտ բերեց, հա։ Իսկ դեմքի ժպիտը քեզ համար կարևոր է։ Գիշես։ Ես դրա համար եմ ապրում։ Իմ համար այս կյանքում ամենակարևոր բաներից մեկն է։ Եթե ես իմանամ, որ քեզ չեմ կարող երջանկացնել, լյանի խեմ ապրում որ գետամ կմեռնեմ էլի։ Ես քո կողքին կդադարեմ երջանիկ լինել մենակ այն դեպքում, երբ որ հասկանամ, որ այլ չես սիրում ինձ։ Կարատ ես բան լինի։ Ես քեզ սիրում եմ, սիրել եմ, ու սիրելու եմ։ Ես էլ էի դրանում համոզված, ուղղակի վերջին դեպքերից հետո կասկածներով լցվեցի։ Դե Լյովիկի քրոջը նկատի ունես, ասեմ, որ այդպես բան չկա, ինք իմ համար գոյություն չունի, սխալմունք էր եմկա, ընդամենը սխալմունք։ Համոզված ես։ Հաստատ։ Մարդիկ սխալվում են։ Շտա բան չունեմ ասելու, ես մի քիչ շատ։
Սպո եթե նա քեզ համար սխալ մունքեր ու քեզ համար գոյություն չունի, ու ես քեզ վստահում եմ, ես պատրաստ եմ աչք փակել նրա զանգերի վրա։ Մենք էլ ինչի համար ենք գնում։ Բայց ով ասեց, որ մենք այնց գնում ենք այս երկրից հենց իր համար։ Մեն ով է вообще։ Մեն այդքան չկա։ Շատ կլներ իր համար, չէ՞։ Այդ դեպքում չեմ հասկանում ինչի համար ենք գնում։ Կյանքս ինձ դասավորվեց, որ մենք մեղրամիջ չունեցանք։ Իրարից բան չենք հասկանում, մենք մեր կյանքից բան չենք հասկանում։ Հիմա առիթա ստեղծվեք, գնանք, կհանգստանանք, կծրվենք, իրեքով ես դու տղես։ Բայց եթե չես ուզում, քեզ տանջում ես, չգիտես ոնց ասես, ասեմ, որ հանգիստ ասա։ Սպո, ոնց ասեմ։ Ես քեզ հետ պատրաստ եմ մինչև աշխարհի ծայրն էլ գալ։ Ուղղակի ինձ մի բան ա տանջում։ Իմ ներսում եղած անհանգստությունը։ Ինչ անհանգստություն կյանքս։ Ինչն է քեզ տանջում։ Սպո, ինձ թվում է ինչ-որ բան ճիշտ չի։ Մի բան սխալ է։ Երևի դու ինչ-որ բան ես թաքցնում ինձ խնայելու համար, չէ՞։ Առաջապից դուրս իրար սիրելն ու ճանաչելն էլ ես էլի։ Չես կարող ոչ մի բան խաբես, ոչ էլ թաքցնես։ Սպո մոռացիր ասածներս։ Հաշվի, որ ոչինչ չեմ ասել։ Ես գիտեմ, որ քո բոլոր արածները բխում են մեր ընտանիքը պահպանելու համար։ Ապրես կյանքս, որ այդքան հասկանում ես։ Ես միշտ գոյդ անկեղծ եմ եղել, միշտ մի օր կարող ուշ, մի օր շուտ, բայց հաստատ իմացի, որ միջև վերջ գոյդ անկեղծ եմ։ Իմ անվստահության շնորհիվ շատ եմ վտանգել մեր միությունը, էլ չեմ պատրաստվում։ Տեղ հասնենք, թե չէ, քեզ սաղ կպատեմ, թե ինչ եկավ իմ գլխին, ու միջև չներես, Հայաստան եկող չկա։ Միևնույն է, ես զգում եմ քո անհանգստությունը, զգում եմ սրտիդ անհանգիստ բաբախը։ Բան չունեք ասելու։ Ունենք։ Ինչ եկեք, էլ որ։ Իմ ներկայությունից դժգոհ լինելով պետք չի կատաղությունդ բոլորի վրա թափես։ Եղավ Վիտուսիկ։ Իսկ դու խելոք մնա։ Լավ, դե վիճակ թոլացին։ Մեր առաջին հյուրերն են, նորմալ ընդունի, ոնց որ պետքն է։ Երեխեք ջան, դուք էլ ապրեք, որ եկել եք։ Բարի գալուստ։ Ինձ ցույց կտաք ձեր օբյեկտը։ Հա, ցավը տանեմ, ցույց կտամ, բայց այնքան մեծ է, չգիտեմ որտեղից սկսեմ։ Բոլորը ցույց տուր։ Ասում եմ, երկար ենք ես սենց տխուր տեսնելու։ Ինչի տխուր եմ, բաբի։ Դե չէ, երևի ես լավ չեմ տեսնում, դու իրականում լայնաբերան ժպտում ես։ Լավ է։ Անբնական է։ Թե ինչ անեմ, բաբի, ես հո գիտեի, որ իզնից լավ դերասան դուրս չի գա։ Ֆրիկ, որ դու տխրում ես, իմ տրամադրությունն էլ է անկնում։ Բայց բաբի, ես չես տեսնում, որ ուրախ եմ, նամանավանդ ձեր գալուց հետո, թե չէ Վիճոկի ու Տանոյի հետ մի քիչ տխուր էր։ Հետո լսին, ես սրանք բարիշել են։ Համարյա թե։ Այդ Վիճոկն է ձև էր թափում։ Բայց գիտես չէ, Վիճոկը հիմա ավելի շատ է ուզում, որ Լելիկը ամեն առավոտ իր կողքին լինի։ Ամեն առավոտ։ Դե ամեն արտանալուց տեսնի, որ կողքին պարկած է։ Վիտուս, ինչի ես ձև էր թափում։ Անցած անգամ չհաշտվեցինք։ Չէ, ես ասեցի կմտածեմ։ Դե դու մտածիր։ Ուղղակի ինձ հետաքրքիր է։ Եկել էստեղ, որ ինչ անես ինքնագլուխ։ Պիտի թույլտվություն հարցնեինք, նոր գայինք։ Արի մի հատ նախ հասկանանք ինչի համար ես եկել։ Եկել ես որ մնաս, թե եկել ես որ գնաս։ Եկել եմ որ մնամ։ Վիտուս, եթե քեզ խնդրեմ կօգնես նաև մորս գտնելու հարցում։ Ախր դու այնքան բարի ու համեստ դեմք ունես, որ այս ջղայնացած դեմքը քեզ հեչ չի սազում։ Արի։ Ինչ ես անում։ Ուզում եմ, որ ինձ ցույց տաս այստեղի ամեն մի անկյունը։ Բաբի,
Դու չես ուզում այստեղ ամեն մի անկյունին ծանոթանալ։ Շատ եմ ուզում, ուղղակի ցույց տվող չկա։ Պիտի միանայինք Դավոյին։ Դավոն հանձինս տանոյի լավ գիտ գտավ։ Դե լավ, բաբի աղջիկ, դու էլ մի բողոքի ամեն ինչից։ Արի գնանք քեզ սա օբյեկտը ցույց կտամ, ամբողջ մեր տարածքը։ Բայց դեմքի ավելի ուրախ արտահայտությամբ։ Հետո ինչ որ լավ ծեծ ես կերել։ Դե լավ, արի։ Ուր են սենց բարձրանում։ Վերևի բացօթյա սրճարան։ Տանոն ու Դավոն էլ բարձրացան։ Չգիտեմ, կամ վերև, կամ ներքև, որովհետև չենք ուզում, որ Դավոն մի բան բաց թողի։ Նենց հետաքրքիր է, Կարպիչը ոնց է այս ամեն ինչը ձեզ վստահել։ Որովհետև վստահ է մեր վրա, որ ես պիտի աշխատացնենք։ Քավորի հետ հանդիպումը քեզ ինչ տվեց։ Ժենին անհանգստանում էր քեզ համար։ Ես էլ քո փոխարեն զանգեցի ու տեղյակ պահեցի հայտնվելուդ մասին։ Յուրիկի վրա էի ծիծաղում, չիմանալով ինչ է ինձ սպասվում։ Եթե ֆռիկս տղաս դուրս եկավ, Վարդուշն այդ մասին կիմանա։ Հա, կիմանա, ու ինձնից շուտ նրան այդ լուրը կհասնի։ Իսկ նա մատների արանքով չի նայի դրան։ Ինչքան խելոք է Վարդուշս, ինչքան կուլ տվող է, այնքան էլ կատաղած է իրանց գեղի ցուլերի պես։ Ես դրա դեմն առնել չեմ կարողանա։ Երևի։ Ախպեր պիտի ինձ օգնես։ Մեր կուրսեցի են Բալայան Սպարտակի տան տեղն է պետք։ Ինգեր իմ հիշելով գնացի, բայց լրիվ ուրիշ տեղ էլ է։ Ախպեր, եթե գիտես, ասա, եթե չէ, ինչ ես ավել պակաս հարցեր տալի։ Հաջող լավ։ Ջան, տունը դատարկվելու է։ Ես ուղղակի չեմ հասկանում Սպարտակի ծրագրերը։ Ինչքան է պատրաստում դրսում ապրել։ Եթե մեկ ամսից, ամենաշատը մեկ ամսից չվերադարձրեց քեզ ու երեխային, ես եմ գալու ձեր ետևից։ Պապի, ես էլ ձեզանից երկար ժամանակ չեմ կարող հեռու ապրել, ծնողներից ես։ Ու բացի հետ էլ Սպարտակն էլ հաստատ չի դիմանա, կկարոտի։ Եկեք ես ամփոփեմ։ Ուրեմն Սպարտակը իր ընտանիքով գնում է հանգստանալու եւ հնարավոր է որ ժամանակից շուտ վերադառնա, այդ քո ասած մեկ ամսից շուտ վերադառնա։ Պապա ջան։ Գնանք։ Ես պատրաստ եմ տղա ջան։ Գնացինք ախպերը սնգյարը։ Ես ոնց եմ առանց քեզ մնալու։ Ես էլ եմ ուզում ծորանս հաջողացել։ Էմիլի ջան։ Կարոտելու եմ քեզ։ Կփորձեք լավ հանգստանալ, վայելել միմյանց, չէ՞ որ առաջին անգամ եք միասին երկրից մեկն ու ցավը տանեմ։ Ասա տատիկ ջան, մեզ համար էլ է շատ դժվար լինելու։ Ասա։ Ջան, ներնեմ քեզ, ոյ։ Դե լավ, գնացեք։ Ոնց որ Սպարտակն ասում, սա մեր մեղրամիսն է լինելու։ Ու մենք հնարավորինս պիտի ուրախ լինենք այս հնարավորության Հա, համար։ բալես, համերն եմ քեզ։ Դա ջան, համոզված չեմ, որ ճիշտ ես վարում։ Որն է սխալը, Սայմոն։ Ասեմ։ Դու ինձնից վատ ես վարվում։ Բայց դա վախկոտի պես ես քեզ պահում։ Էմիլին հաստատ քեզ չի ների։ Լավ էլի, պապա։
Ես գիտեմ ինչ եմ անում, ինչ եմ անում։ Ես հաստատ չեմ թողելու, որ իմ ընտանիքը քանդվի։ Տղա ջան, դու նույն իմ սխալն ես գործում։ Չէ, պապա ջան։ Ես տարիներ շարունակ լռելու ու խաբելու հեշ մտադրություն չունեմ։ Վաղ է ժամին արդեն։ Ես եմկային կասեմ, որը որից հետո։ Կասեմ, որ են սկաունը չեմ ուզում տամ որ էտիզնից հղի է։ Ու դաժե կզանգեմ իր ախպերներին է կասեմ։ Պրինցիպի այսօր է կարայի ասեի։ Պրոստի ինձ տորմուզ արեց այն փաստը, որ իր քուրը ոչ մի բան չի ասել։ Դե չէ, գիտես։ Ես հասկանում եմ դու դա ինչի համար ես անում։ Դու անում ես քո համար դա։ Քո մասին մտածելով։ Քո պատվի մասին մտածելով։ Պապա, եթե կա բանց։ Բայց երախու մասին ով պետք է մտածի։ Թե ուզում ես քո տղեն էլ մեծան ու պատական մի օր հանդիպի իր եղբորը քեզպես ու դառնա իր թշնամին։ Ինչ։ Էմիլի ջան, չեմ մրսի երեխան մացրուց։ Դες հացնեք դուրս բերեք էլ ուշ արդեն։ Հաջողություն արեք գնացին, դավայ։ Սպարտակ։ Կզանգես։ Դեռ մենք շատ մեծ խոսակցություն ունենք։ Եվ փոքր։ Վայ ջան։ Ոստեմ կզանգ։ Դուր ինձ։ Հիշում եմ աղջիկս, ոնց կարող էի քեզ մոռանալ։ Այ կներեք այսօր ժամի համար ավելի շուտ ոչ մի կերպ չստացվեց որ գայի։ Շատ ուրախ եմ որ եկել ես։ Նստիր։ Այ անհանգիստ էի ձեզ համար։ Ուզում էի համոզվել, որ արդեն լավ եք ձեզ զգում։ Այսօր հարազատը հարազատին չի օգնում։ Դու ինձ այն օրը այդպես օգնեցիր։ Այսօր էլ ինչու ես նեղություն քաշել, այսքան բանը ինչու ես բերել։ Պետք չի, խնդրում եմ, ինձ անհարմար դրության մեջ մի դրեք։ Քեզ ազատ զգա։ Կներես, մոռացել եմ, ինչ էր անունդ։ Նատալի։ Նատա։ Իսկ քեզ Անժել կստազեր։ Հրեշտակ։ Ինչպես որ աղջկաս անունն էր։ Իսկ ուր է ձեր աղջիկը հիմա։ Խենթի պես ում տեսնում այդ հարցն եմ տալիս։ Բայց իմ հարցը ոչ մեկին չի հուզում։ Անտարբեր եմ մնում իմ հարցին։ Պետք չի մի հուզվեք, հիմա նորից կվատանաք։ Եթե աղջկաս չեմ գտնելու, իմ ապրելն ումա պետք, ավելի լավա մեռնեմ։ Այդպես մի ասեք։ Այ եթե ասեք ինչ ա եղել, գուցե կարողանամ ձեզ ինչ-որ բանով օգնել։ Դու ինքան նման ես իմ Անժելին, նույն բարի աչքերն ունես, ասես Աստված հատուկ ա քեզ ինձ մոտ ուղարկել, որ նայեմ քեզ ու Անժելիս կարոտն առնեմ։ Դուք այդպես էլ չասացիք, թե ձեր դստերն ինչ էր պատահել։ Ես նրան հանել եմ տնից։ Ժամանակին ես նրա հանդեպ շատ դաժան վարվեցի։ Մի ակնթարթում գործանեցի թե նրա կյանքը, թե թորանս, թե իմ։ Արդեն երկար տարիները ինչ մեռածի պես եմ ապրում, աղջկաս կարոտը քաշելով։ Պապ, բարձրանամ երեխուն պարկեցնեմ, իսկ դու չես ուզում քնել։ Չէ, ես կսպասեմ մինչև հյուրին երեխաներին ճանապարհի գա։ Պապ, ես այսպես թե այնպես արթուն եմ մնալու, դու ինչ ես քեզ տանջում, գնա պարկի հանգստացի էլի։ Մենք հյուրեր ունենք, իսկ դու ինձ քնելու ես ուղարկում։ Սպասի տեսնեմ ով է։ Ինքս դու երեխային տար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սպոյին կկանչեք։ Սպարտակը տանը չի։ Բարև Լևոն ջան։ Սպոյին պիտի տեսնեմ։ Էդ ոնց է անկերոջդ հիշել ես։ Վաղուց քեզ չէի տեսել։ Ոնց ինչ ճանաչում եք իրար, հա։ Սպարտակի համակուրսեցին ապապ։
Ավախ, լավ ժամանակ չես եկել, տղա ջան։ Լևոն ներս արի։ Կարող եք սպոյին կանչել։ Սպարտակը կնոջ ու երեխու հետ երկրից մեկնեցին։ Չի ուզենա, որ սենց լիներ, բայց ինչ արած։ Եղածը փոխել կամ ճնճել չես կարող։ Իմ խղճին կծանրանա այդ երեխեն։ Ինչ ունեմ ասելու, բայց ես ոնց ընդունեմ մեկ երեխուն, ում չեմ սիրում, ում այդ պատահմամբ քնել եմ են, այդ կամ բան։ Դրանից զզվելի բան չկա։ Էլ ոնց կար այդ հարաբերություններից ծնված երեխեն դառնա իմ ուրախությունը, ոնց որ իմ տղես է, մեռնեմ իրան։ Արա տղես։ Ոնց ես։ Արդեն քնել է։ Դե ինչ քնավ է, ասի թոմի չքներ, որ անում սամալյոտի մեջ անգիստ քներ։ Սիրտս ինչի է թփրտում։ Օդանով բարձրանալիս երբեք վախ չեմ ունեցել։ Բայց այսօր ունեմ, այս վարքյանին անմեկնելի վախ ու դող այն սպատել։ Գիտակցում եմ, որ իմ արածը սխալ է, որ երեխան երեխա է ամեն դեպքում, բայց մեկը չեմ կարող ես այդ երեխուն ընդունել։ Ինչ եմ դուլ տալիս, որ սխալը շարունակություն ունենա։ Միտ այնքան թույլ եմ, որ չեմ կարող քեզ կանգնեցնել, թե սխալդ կանխելու ցանկությունս այդքան մեծ չէ։ Լավ տղա էր խաղում արա։ Արդեն փախնում ես երկրից։ Բա տղա ես երեսիս ասեիր արածդ, ոչ թե կնգատ երեխու տառներ թռներ։ Ետնի տակից էլ ելնի գտնելու եմ ու պատասխան տա սրա։ Հալո։ Լսիր, ձայնդ իջացրու։ Ու ինձ ասա, թե դու ընդհանրապես ինչ ես այդ հեռախոսը պահում։ Այսքան ժամանակ ինչ ես անհասանելի։ Բաբ ես քեզ կզանգեմ։ Ասա ուր ես։ Օդանավակայան եմ գնում։ Ինչի։ Ում ես դիմավորում կամ ճանապարհում։ Գնում եմ Բալայան Սպարտակին, չթողեմ փախնի երկրից։ Չհասկացա։ Աղջիկդ որ ասես այս մասին, քեզ լավ կբացատրի, բաբ ջան։ Դու ինձ կբացատրես, թե ինչ ես դու նրան փնտրում։ Չէ որ քույրդ ասել էր, որ նրանք միայն մի քանի անգամ ընդամենը զրուցել են իրար հետ։ Դու լավ կանես աղջկանից այդ կարոտդ լավ առնես։ Թե չէ որ հասատուն հաստատ ողջ չի մնալու։ Շուզի! Շուզի! Բաբի սրանք պետք է մեզ փող տան իրաց տրամադրությունը բարձրացնելու համար։ Հա, դեռ մի բանը բողոքում են, որ իրանց հյուր են գնացել։ Չէ, հա չենք բողոքում։ Ուրախացել ենք, ուղղակի չգիտենք ոնց արտահայտենք մեր ուրախությունը։ Դավո լավ ջրվեցիր դու, սաղեջ։ Գիտեք, մենակ դուք օբյեկտ ունեք, բայց ես էլ իմ օբյեկտն եմ։ Գիտենք, Դավ ջան, որ դու կյանքում չես կորի։ Ու մեզ էլ եկուս մյուսօր տիրություն ես անելու, հարց չկա։ Եթե մինչև այդ չեք ամուսնացել, ու ամեն մեկը մի քանի երեխա չեք ունեցել, ձեռիցս չեք պրծմի։ Ես ձեր երեխայքիներ կպահեմ։ Ողը տղա է։ Ինչ ես ասում։ Ոյ քեզ բա։ Քավորին եմ քաշե։ Հա, գնանք ժողովուրդ։ Հա, գնանք, թե չէ որ մեզ մնա, մինչև լույս տեղ կմնանք հուշերի գիրքն ընկած։ Ես մի լավ առաջարկ ունեմ։ Քանի որ մենք ընկել ենք հուշերի գիրկը, եկեք շարունակենք մեր ավանդույթը ու ավտոբուսով գնանք տուն։ Ինչ մտքի եք։ Երեխեք, ես դժվար հուշերի գիրկը ընկնեմ, բայց ավտոբուս նստելուն հեչ դեմ չէի լինի։ Անեն ցավես, հա։ Շատ գեղեցիկ աղջիկ եք ունեցել։ Նկատեցիր քեզ հետ ինչքան նմանություն կա։ Թեթևակի ինչ-որ բան կար։ Չէ, շատ նման եք։ Լավ, ես գնամ արդեն
Համ էլ ձերքնելու ժամն է։ Չէ, ինձ համար շատ հաճելի է։ Կարող ես նստել, ես պատրաստ եմ մինչև ուշ գիշեր զրուցել քեզ հետ, աղջկաս կարոտն առնել։ Բայց ես ձեր աղջիկը չեմ։ Բայց դու նրան շատ նման ես։ Ես չեմ ցանկանում ձեզ խոցել, բայց Հասկանում եմ։ Այնքան ծեր չեմ, որ չհասկանամ, թե շուրջս ինչ է կատարվում։ Հաճելի չի ձեզ համար, երբ որ աղջկաս եմ նմանացնում։ Բայց դուք կարող եք ինձ համարել ձեր դուստրը եւ անհրաժեշտության դեպքում զանգել։ Ցանկացած պահին կարող եք ինձ զանգել։ Այ եթե հիմա մի թուղթ ու գրիչ բերեք, ես կթողնեմ իմ համարը։ Զանգեք ինձ երբ կցանկանաք։ Հա, հենց հիմա կբերեմ։ Դայկնիկ խոստացա, չէ՞ որ օդանավակայան հասնելուց կզանգեմ։ Եթե չեմ զանգել, ուրեմն չեմ հասել։ Հենց հասնեմ կզանգեմ։ Լավ, այ պապաջան, ինչ ես մամային չորում։ Անհանգստանում ա մերը։ Յուրա, չես թողնում խոսեմ։ Հեռախոսը Սպարտակին փոխանցիր։ Զանգում եմ հեռախոսն անջատած է։ Չհասկացանք Սպարտակին խես զանգում բա։ Սպարտակի համակուրսեցիներ եկել մեր տուն։ Տարօրինակ ձևով բարկացած, եթե ճիշտն ասեմ, իրան մի քիչ էլ անշնորհք պահեց, երբ իմացա, որ Սպարտակը տանը չի։ Հələ մի րոպե, պատահման պետ համակուրսեցին Լյովիկը, չէր։ Հա, Լևոնն էր, Սպարտակը նրան Լովիկ էր կոչում։ Պապաջան, կասես ինչ է եղել։ Լյովն ա մեր տուն գնացել, ընկերդ քեզ ա հարցրել։ Երբ այդ տղան իմանա, թե քրոջ հետ ոնց ես վարվել, ձեր ընկերությանը վերջ կգա սպո։ Չլինի այդ լիորբը փոշման է բերան աղբոր մոտ բացել է դրա համար էլ են էլ եկի ասել է մեր տուն։ Ռենատ, չասեց ինչ ա ուզում։ Լավ տղա խաղալով չի է արա։ Լավ տղա պիտի լինես։ Ու այդ ամեն մեկին չի, որ տրված արա։ Սպո։ Աղջի ջան, դու սպասի, մենք ճամփորդները քիչացնենք, հետո կքիչնես։ Չուզեցի կնոջդ մոտ ասել։ Մեր հետ որ զանգել էր, ասեց, որ այդ խուճուճ շավոյի տղան կատաղած էր։ Տոմի ասել է, իշքան ուզում ա դու կատաղի էլ, ենք ինձ կատաղած չի տեսե, պապաջան։ Լվերա դուխինն է, որ էլ եկել է մերյան։ Ստերեոտին իմացել է երեխի մասին։ Սպոկ օգնես։ Հա, ոնց չեմ օգնում։ Սպո։ Ընկերդ չի սպո։ Պապա դու երեխքին։ Արյասական։ Թող ընտանիքդ մնա։ Թող մնա, որ իմանան ինչ տեսակի աննասուն ես դու։ Արա ջոգելես, որ ես կարող գլուխդ բրից այդ դրծոնեմ, Հա? Էմիլ աղջիկան, հələ դու ներս գնա։ Այս ջոգել եք, ախեմ եք, են էց եկանու, որ չիմանա մարդու սխրագործությունների մասին։ Դու արի ես այսքիս կարծեմ։ Տենալու բան չկա, արա։ Դու ինչ տղա ես, արա։ Տղենի անգերոջ քրոջը չի հղիացնում ու ընտանիքի հետ փախնում երկրից, արա։ Արա դավա եղիստից քանի գլուխ։ Ես եմ քո գլուխը դրցնելու, որ քրոջս հետ տենց ես վարվի, արա։